Մի հատ լսեք այս կեղտոտ անեկդոտը, հետո կբացատրեմ։ На уроке в армянской школе учитель спрашивает, что больше всего возбуждает человека? Тело голой женщины, отвечает Арсенчик, сидящий на первой партии. Вон из класса и приведи завтра своего отца. Вон! На следующий день Арсенчик пришел один и сел за последнюю парту. Тут предвижу крах. Ты почему не привел отца? Почему сел за последнюю парту? Спрашивает учитель. Папа сказал, что если вас не возбуждает голая женщина, то от вас нужно держаться подальше. Спасибо. На уроке в армянском... Ձայնը ճանաչեցիք, չէ՞։ Օթար Քուշանաշվիլի ձայնն է։ Այդտենց անեկդոտներ է պատմում հայերի մասին, հերիք չի։ Հիմա նայեք էս, օրինակ էսով է։ Ես կոչ եմ անում, եթե իրանք իրոք ագենստվա են, տուրագենստվա, սրանցով չօգտվել։ Ոնց կարա հայը տենց կեղտոտ անեկդոտը հայերի մասին, մեր դպրոցների մենք ունենք ինչ-որ Սիստեմը ցեննեստ է, չէ, ժողովուրդ։ Սենց բան մենք դպրոցի մասին կյանքում անեկդոտ չենք անի։ Ուրեմն սրանք, հլբա սրա գրածը։ Վայ Աստված իմ, մարդ զզվում է կարդալով, տեսնելով։ Ուրեմն վերցրել է հայը լավաշի թոնիրի հոլովակ է դրել ու վրացու կեղտոտ անեկդոտը ու մինչ այլոց մենակ նրանով որ Վարդանչիկ չի, այլ Արսենչիկ կա, արդեն հասկանում եք, որ սա հայերին է չի։ Ու ոչ մի հայ հայկական դպրոցի մասին սենց բան չի գրի, չի ասի, անեկդոտ չի հնարի։ Ուրեմն այդ տուտուցները մեր մասին հրնայեք ինչ անեկդոտներ են հնարում ու հիմար հայերն էլ ուրախանում են, հլնայեք 3500 մարդ որ հոլովակա դնում պատմությունից, այսքան մարդ չի գալիս, չի գրում, հլը նայեք իչքան մարդ է նայել պրասմոտորները ու ոնց են, բայց ահագին հայեր ստեղ, իմիննա հայերը շատ վրդոված են գրում, վսոտիկի հայերի մեծամասնությունը ադեկվատ մարդիկ են, մեծամասնությունը այս Սերգիսա ինչ չա, եսին որտեղից է, տենց չեն գրում, մեծամասնությունը շատ ջղայնացած են գրում, որ ես ինչ, համ լավաշի հետ, ինչ կապ ունի, որ ես կեղտոտ անեկդոտը դրել եք լավաշի հետ, հետն էլ ինչ մեր դպրոցներում տենց բան լինում ա, որ դուք տենց պղտորում եք, ժողովուրդ դուք չեք հասկանում, սա է հիբրիդային պատերազմը, սա է բնորոշում ազգը, սրանով են ուրիշները մեր մասին իմանում, սենց կաթիլ, մի հատ սենց անեկդոտ են մեր մասին անում, մի հատ նենց կինո են ռուսները հանում են, բրատվաներ, որներ, որ ասում է տրամվայի մեջի սցենան հիշում եք, չէ, հայ տղամարդու կերպարը ոնց է, մի հատ տենց են կինոյում մեզ ցույց տալիս, մի քիչ ուրիշ ձև ուրիշ տեղ են գրում, կարդում ու վсё, արդեն դառնում ասա, ինչպես են ուրիշները ընկալում մեր ազգը, հետո էլ մենք զարմանում ենք։ Հիբրիդային պատերազմը սա է, որ այս քրչոտին նայեք, դուք ինչ եք ձեզանից ներկայացնում, որ մեր մասին տենց անեկդոտներ եք հնարում։ Во-первых, ինչքան տափակ անեկդոտ էր, անեկդոտը պետք է վсё-таки տոնկի հյումոր ունենա, էլի, որ ոչ թե սենց պոշլի, սենց երեսի ճպացնելով իբր թե դա ծիծաղալու էր, օրինակ ես չեմ համարում դա ծիծաղալու, թեկուզ լիներ ինչ որ իրանց մասին սա անեկդոտ լիներ, սա այնքան ցածր մակարդակի իբր թե վկավիճկղ անեկդոտ է, որ ես ընդհանրապես դաժե ժպիտես չի գալի, բայց պոշլիությունը այնքան շատ է սրա մեջ, որ ոչ մի էլի ժպտալս չի գալիս, բայց այն որ տուտուցը վերցրել է սա արել է մեր մասին, դուք հասկանում եք սա ինչ է։ Սա նվաստացնել է մեր ազգը, ժողովուրդ աչքերներդ բացեք, իսկ այս սենց լուրջ ասում եմ, այս սրանով չզբաղվեք, սրանով ոչ միտեղ չգնաք, եթե սրանք իսկականից են, սա չի կարող ձեզ մի հատ կարգին, բարձր մակարդակի, ինչ որ բան, դուխովնի բան առաջարկի, եթե սրանք էս են, սրա վրա ուրախանում են, եթե ինքը լավաշի հետ դնում է տուտուցի կեղտոտ անեկդոտը մեր դպրոցների մասին, դուք ոնց կարող եք սրանց վստահեք ձեր օդիխը, ձեր հանգիստը, կոչ եմ անում ժողովուրդ արթնանաք, ասոզննի լինեք, woke լինեք,
անգլերեն որ ասում են։ Ու վերջապես հասկանաք, որ սա հիբրիդային պատերազմ է, ու դուք օգնում եք, գիտեք, չէ, выражение կա, полезные идиоты։ Մի հատ կարդացեք, այ սրա նայեք, իմացեք ով է սրանք ու իմացեք, որ սրանք իսկական այդ выражение-ին համապատասխանում են։ Ով մեր մասին ինչ կեղտոտ բան հանում է, սրանք վազում են, հոլովակ են սարքում, կաշունստվինի, սա չեմ հասկանում, սա հայ են սրանք, ոնց կարող է հայը այս անեկդոտի հետ միասին դնի լավաշը։ Ես չեմ հասկանում, ինչ որ բաներ կա, չէ, որ չի կարելի այդ դրանից այն կողմ անցնել։ Ինչքան էլ ինձանից ազատամիտ հայ չկա ինձանից ազատամիտ հայ, բայց մենք ունենք ցեննեսի, որը չի կարելի անցնել։ Ու սա դրանց առաջինն է, սա առաջի ստրոճկայում ինքն է։